օրակարգում նման հարց կա։ Ենթադրում եմ, օրակարգ ես չեմ ստացել, գիտեմ այնքանը, որ հրավիրվել եմ ժողովի ներկա հարցերը քննելու համար։ Ինչ հարցեր կլինեն, ժողովից հետո հայտնի կլինի։ Գուցե բոլորի ուշացակ նոր պատասխանեցի այդ հարցերին։ Դե մեզ էլ ասեք, ոչինչ, Բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Կլինի պաշտոնական հաղորդագրություն միշտ։ Կլինի միասնական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով չարիք է Հայաստանի համար եւ նրա հրաժարականն է պահանջել եկեղեցին եւ դուք եղել եք այս ստորագրողներից մեկը։ Այո, պատերազմից հետո եւ դրանից հետո Վեհափար Հայրապետը կրկնել է իր տեսակետը։ Վեհափար Հայրապետը ընդհանրապես հայրական հորդոր է հնչեցրել։ Այդուհանդերձ եկեղեցում քննարկվել է երկրում տիրող իրավիճակը եւ Վեհափար Հայրապետը իրավունք ունի հայրական հորդոր հնչեցնելու եւ կարող եք Վեհափար Հայրապետին հարցնել, եթե դուք համամիտ չեք այդ հորդորի հետ կամ համամիտ եք։ հայրական Դա հորդորներից որևէ եպիսկոպոսի պարզաբանելու հարցը չէ։ Այն ժամանակ Հայաստանի ներքին վիճակը չէր քննարկվել եպիսկոպոսած դասում։ Նայեք, ես հիմա ժողովի եմ գնում։ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկը որևէ իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովը անիմաստ կլինի։ ամեն դեպքում Եվ դա կլինի Սրբազան հայտ, որդիական աջակցություն են հայտնել ձեզ, Ռուբեն Ռուբինյանն է ձեզ որդիաբար աջակցություն հայտնել, դուք զորակցության ու աջակցության կարիք ունեք այսօր, եւ կողմեք են տեսակետին, որ մայրաթորից ձեզ թիրախավորում են, ինչպես նշում են իշխանական տարբեր մեծ ու փոքր ներկայացուցիչներ։ Ժամանակ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա, ես չեմ պատրաստում որևէ մեկին պատասխանել կամ արձագանքել, որովհետև Բայց զորակցության Դուք ունեք Ուզեք առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ։ Նկատողության արժանացել։ Ուզեք մի առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ։ Մեկը թող հարց տա, մյուսը շարունակի, երրորդը ձեզնից պատասխանի։ Ասեցի ձեզ։ Երեխեք, պատասխանը ասեցի։ Եթե բոլոր ձևերով էլ հարցնեք, ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու։ Այո, բոլոր հարցերը քննարկվելու են ժողովին։ Պատասխանը ինչու է զերծվել ձեր ներկայացուցիչը։ Ժողովին այդ հարցերը կհնչեն Սակրոնության ուխտը եւ ունի զավակ։ Ձեզ այդ տեղեկությունը հայտնի է, թե հայտնի չէ։ Որպեսզի հայտարարություն է եղել։ Փաստի վերաբերյալ։ Ես փաստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող, ես չգիտեմ դա։ Ունի զավակ, թե ոչ Իհարկե Սրբազան, այդ հարցի պատասխանն է։ Իհարկե չունեմ։ Ինչպես ճիշտ այնպես ինչպես որ տեսանյութը, որի վերաբերյալ դուք արդեն կարծիք եք հայտնել ստորագրելով այն թուղթը, որ թուղթն եմ ստորագրել։ Ցույց տվեք այդ թուղթը։ Մամուլում է հայտնաբերել։ Հիմա դուք ինչ դիրքորոշում ունեք Արշակ Սրբազանի կարգալուծանելու վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանի այդ պահանջին, որ պետք է Իմ փոխարեն նրանք ովքեր այդ հարցի պատասխանը լսեցին, կարող են պատասխանել։ Սրբազան, մի գլխավոր հարց կա, բայց ձեր ղեկավարած թեմի պատարագում զեղչվել է Այդ հարցը եւս ժողովին քննվելու Այդ հարցը ժողովի օրակարգ է մտել այն պատճառով, որ դուք զեղչել եք։ Թե ինչ պատճառով եւ ինչպես ժողովին քննվելու է, ես դրա պատասխանը ունեմ։ Դա օրակարգ է մտել այն պատճառով, որ ձեր պատարագի ժամանակ զեղչվել է, այդ պատճառով է օրակարգ եղել։ Մի րոպե լսեք ինչ եմ ասում։ Այդ հարցը եւս ժողովի օրակարգում է։ Ժողովին այդ հարցը քննվելու է։ Ես չգիտեմ ինչպիսի լուծում է լինելու կամ ինչ ձևով է քննվելու, ինչ որոշում է լինելու։ Դուք եք կարծում, որ իշխանությունը հակաեկեղեցական արշավ է սկսել։ Դուք շատ խելացի եք։ Շնորհակալություն։ Սրբազան հայտ։ Դուք շատ քաղաքակիրթ եք, եթե թողնեք ավարտեմ։ Եթե այդ հարցերին պատասխան եք ուզում, այդ պատասխանները կլինեն ժողովից։ Լսեք մինչև վերջ, այդ հարցերի պատասխանը կլինի ժողովից հետո։ Ես այս պահին չգիտեմ ժողովը ինչպիսի որոշում կկայացնի։ Ինչպես լսեք մի րոպե, ես քվեարկելու եք կողմ կամ դեմ եք արտահայտելու, չէ՞։ Իսկ դուք գիտեք ինչպես է հարցը ձևակերպված։ Ես էլ դեռ չգիտեմ։ Ես էլ դեռ չգիտեմ ինչպես է ձևակերպված հարցը։
Ինչպես է որ դուք խուսափում եք պատասխանել, որովհետև ձեզ հայտնի չէ այսօր ձեր ճակատագիրը եւ Եթե ես խուսափեի, դռնից այս կողմ դուրս չէի գա։ Իսկ մի այսպես խնդրում եմ անկեղծ պատասխանեք։ Եվ ձեզ պատասխանեցի, եթե համբերություն ունենաք, շուտով ժողովը Մենք լինելու է։ համբերություն չունենք, խնդրում եմ մի հատ անկեղծ պատասխանեք մի հարցի, Սրբազան։ Եկեղեցին կարծես թե բաժանվել է քաղաքական առումով երկու թևի՝ նիկոլական ներկան եւ ոչ նիկոլական։ Դուք նիկոլական եք։ Ես նման բաժանում չեմ տեսնում։ Դուք նիկոլական Ես հայացքներ ունեք։ նման բաժանում չեմ Դուք տեսնում։ նիկոլական հայացքներ ունեք անձամբ։ Եթե դուք ցանկանում եք կամ ինչ որ խումբ ցանկանում է բաժանում տեսնել այդպիսի, ես այդպիսի բաժանում չեմ տեսնում։ Մենք չենք ցանկանում, մենք տեսնում ենք։ Մարդիկ կան, որոնք Աստծուն ծառայել փոխել, սկսել են Նիկոլ Փաշինյանին ծառայել։ Ես չգիտեմ այդպիսի մարդիկ, որոնք Մենք Գևորգ Սրբազանը եւ իր ներկայությամբ պատվեց, մինչ այդ էլ ասել էր ուխտադրուժ այն մարդը, ով կմիանա Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանության արշավին։ Հիմա դուք համարում եք ինքը ուխտադրուժ է թե ոչ։ Միացավ այդ անջրպետը խորացնելուն թե ոչ։ Քիչ առաջ չպատասխանեցի նույն հարցին։ Դուք դեռ ոչ մի հարց չեք պատասխանել։ Ժողովի քննարկման հարց է, պարտավոր չեն, իրավունք չունեն։ Վեհապարի դեմ աշխատողներ կան, վեհապարի դեմ աշխատողներ կան։ Կարելի է հիմա պաշտպանվել եք, դուք այսօր պարտավոր եք ավելի քան։ Սրբազան, եթե ժողովը որոշի կարգալույծ անել այն Դուք չեք հիշի դե որ ձեզ այսքան հարցեր են ուղղել, բայց այսօր պարտավոր եք։ Սրբազան հայր, եթե ժողովը որոշի կարգալույծ անել այն բարձրաստիճան հոգևորականներին, որոնց ներկայությամբ զեղչվել է վեհապարի ձեզ եւ Գևորգ եպիսկոպոսին, դուք ինչ կանեք այդ Ժողովի որոշումը, երբ որ կքննարկվի, կքվեարկվի, ընդունելի է բոլորի համար։ Այսինքն դուք չեք ասի կարգալույցը չի կարող կարգալույց անել, որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում եւ դա ընդունելի է բոլորի համար։ Դուք ուզում եք որ կասեցվի Արշակ Սրբազանի լիազորությունները։ Եվ արդյոք սրանով չեք օգնում Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն էր թիրախավորել հենց Արշակ Սրբազանին եւ Վեհապար հորը իր գրեհիկ անտակ ձևակերպումներով, որոնք գրառում էր արել եւ հետո ինքնամաչեց իր արածի համար։ Դուք բնութագրումներ եք տալիս, որը ձեր բնութագրումներն են։ Դուք բնութագրումներ եք տալիս, որը ձեր կողմից են բնութագրվում։ Այսինքն մեր ընկալումները տարբեր են այդ բառի մասին։ Ես կարող եմ այդ բնութագրումներին համաձայն լինել կամ համաձայն չլինել։ Դուք համաձայն եք, որ Փաշինյանն ասում եք Սրբազան գնա քերականոջ հետ։ Եթե ուզում եք հարց տալ եւ պատասխան չլսել, այդ դեպքում իմաստ չունի կանգնելս այստեղ։ Դուք իրար հարցեր տվեք եւ պատասխան մի լսեք։ Որ քաղաքացին իմանա թե դուք Ես էլ ասում եմ, համբերություն ունեցեք։ Ձեր աչքը դրա համար այդ հարցերը որ տալիս եք, դրանք ժողովի հարցերն են։ Կներեք, դրանք հարցերն են ձեզ։ Այո, հիմա հանրությանը հուզող հարցերի համար ժողով պիտի լինի ընդամենը հետ որ իմանաք հանրությունն ինչ է մտածում։ Սրբազան հայր մի հարց էլ էլի, դուք անդրադառնում եք ժողովի հնարավոր օրակարգին, բայց օրինակ ժողովում քննվելու է եպիսկոպոսի վարքը պատարագի ժամանակ, որովհետև հստակ կանոնակարգ կա, որ եպիսկոպոսը ողջույնի ժամանակ իրավունք չունի ողջագուրվել ներկաներին, այլ սեփական փեշով պիտի սքեմի կպնի բանի մահկանացուների քաղաքացիների գլխին։ Դուք ասում եք բաներ, որոնք կապ չունի եկեղեցական։ Այսինքն դուք ինչ-որ ողջագուրումը պետք է ողջություն։ Դա կապ չունի։ Հստակ եւ ուղիղ ասում են, Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, նա պետք է ազատի Վեհարանը, Վեհարանը Վեհին։ Այս տեսակետները կիսում եք թե ոչ։ Նայեք, ուրեմն ինչ վերաբերվում է եպիսկոպոսի ներկայության, դուք հայտարարությունը Մայրաթորի կարդացիք վստահաբար։ Երեկվանը նկատվում է։ Կապված Խաչիկ գյուղի հետ հայտարարությանը, որտեղ շատ հստակ ասված է, որ եպիսկոպոսը իրավունք ունի եւ չեմ հիշում պարտավոր է բառը կար թե ոչ, բայց պարտավոր է ներկա գտնվել իր թեմում տեղի ունեցող որևէ պատարագի։ Այո, բայց շարունակությունը խնդրում եմ նաև ասել։ Նաև քահանային պիտի դուք պիտի որոշեք քահանան ինչի պիտի արժանանա իր ձեղչման համար։ Մի րոպե, համբերություն ունեցեք։ Դա կարծում եմ բոլորդ կարդացիք, որ եպիսկոպոսի իրավասության ներքո եւ դա Մայրաթորի հայտարարություն եւ դա ճիշտ է։ Եվ դա ճիշտ է։ Շարունակությանն էլ անդրադարձեք, խնդրում եմ նույն հայտարարության շարունակությանը։ Եվ դա ճիշտ է, այդպես է։
Սրբազան շարունակությանը հայտարարության, եթե կարելի է անդրադարձել։ Հիշեցրեք։ Շարունակությունը այն մասին էր, որ պատարագիչ քահանան զեղչել է Վեհափարի անունը եւ ձեզ հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը։ Հիմա հարց եմ տալիս, դուք տեղյակ եք, այդ ընթացքը շատ շուտով կներկայացվի նաև ժողովին։ Ժողովը որոշում կկայացնի, որից հետո դուք վստահաբար տեղյակ կլինեք։ Թե ինչ ընթացք է եւ ինչ լուծում եղավ, դա ժողովի խնդիրն է։ Ես չեմ կարող ձեզ ասել բան, որ չգիտեմ ժողովի անդրադարձը։ Անշուշտ, իհարկե։ Սրբազան պատարագի հենց այդ հատվածում, կարծես թե դուք ասում եք այդ մի ասա։ Ես ոչինչ չեմ ասում այդ հատվածում, որտեղ պիտի հնչի Վեհափարի Ես այդպիսի բան պատարագին երբեք չեմ ասել։ Քահանային այդ մի Ես եթե անկեղծ այն եզակի Այո, այն եզակի պատարագներից էր, որ ես ընդհանրապես ամբողջ պատարագին աղոթում եմ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։